Ինչպես սկսել թողնել փոքրիկին հոր կամ տատիկի հետ։ Սկզբի համար եկեք որոշենք, ով է ավելի շատ անհանգստանում, փոքրիկը, նրա մայրը, թե հայրը կամ տատիկը։ Առաջին ամիսներին փոքրիկի համար այնքան էլ կարևոր չէ, թե ով է նրա խնամքով զբաղվում։ Ամենակարևորը, որ խնամող մեծահասակը ուշադիր արձագանքի նրա կարիքներին, ժամանակին կերակրի, փոխի տակտիրները, գրկի։ Բայց եթե մեծահասակները շրջապատում նյարդայնանում եւ անհանգստանում են, ամենայն հավանականությամբ փոքրիկն էլ նրանց հետ միասին կսկսի անհանգստանալ։ Սովորաբար դա արտահայտվում է անպատճառ լացով, որը դժվար է դադարեցնել մինչև մայրիկի գալը։ Որպեսզի ծնողները կարողանան հանգիստ թողնել երեխային միմյանց կամ այլ հարազատների հետ, ամենալավն է դրան պատրաստվել աստիճանաբար։ Սկզբում մայրիկը խնամում է երեխային հոր կամ տատիկների ներկայությամբ։ Հետո նրանք դա անում են միասին լողացնում կամ խաղում են։ Որոշ ժամանակ անց հայրիկը կամ տատիկը խնամում են երեխային մայրիկի ներկայությամբ, բայց առանց նրա անմիջական մասնակցության։ Եթե մայրիկը վստահում է, ապա փոքրիկի եւ մեծահասակի հարմարվելու գործընթացը ավելի արագ եւ հեշտ կանցնի։ Հաջորդ փուլում կարելի է սկսել երեխային թողնել միայնակ այն մեծահասակի հետ, ում վստահում եք, եւ գնալ կողքի սենյակ 5, 10, 15 րոպեով։ Որպեսզի հարմարվելու գործընթացը անցնի հարթ, նախապես պատրաստեք անհրաժեշտ ամեն ինչ տեսանելի պեղում՝ կաթի շշեր, խառնուրդ, տակտիրներ, խաղալիքներ, այն ամենը, ինչ պետք է։ Նախապես ցույց տվեք, թե ինչպես օգտագործել ստերիլիզատորը կամ շշի տաքացուցիչը։ Կարելի է տեսանելի տեղերում կախել պարզ եւ կարճ հրահանգներ։ Միշտ եղեք կապի մեջ, եթե հանկարծ ձեր հուշումը պետք լինի։ Հիշեք, որ յուրաքանչյուր մեծահասակի ժամանակ եւ փորձ է պետք երեխայի հետ շփվելու համար, որպեսզի սկսի հասկանալ նրա կարիքները։ Սկզբում դա նման է գուշակության խաղի։ Բայց որքան շատ ժամանակ մեծահասակը անցկացնում է երեխայի հետ, այնքան ավելի հեշտ է նրան հասկանում։